Լավ, մտահոգիչ չէ այն, որ անձը տեսանկարվում է լոգարանում, այո, կրոնական կանոններից ելնելով միգուցե նա խախտել է ինչ-որ կանոններ, թեև ինքը հերքում էր, եւ այդ տեսանյութը տարածվում է։ Սա, այսպես ասենք, այս մեթոդը ինչպես է գնահատում, ստացվում է ոչ ոք պաշտպանված չէ շանտաժից։ Այ երբ որ ամենասկզբում խոսում էի իրավունքների երաշխիքների մասին, հենց սրա մասին էի խոսում, որովհետև մշտապես էլ տարբեր իրավիճակներ են եղել տարբեր պետություններում, նույնիսկ հարյուրամյակներ առաջ, երբ անհրաժեշտ է եղել որոշակի հանգամանքներ բացահայտել, այդ թվում հանցագործություններ կանխելու կամ հանցագործությունների համար մարդկանց պատասխանատվության ենթարկելու կամ այլ հանգամանքների նպատակով։ Եվ ինչու է աշխարհը ձևավորել իրավական երաշխիքների ինստիտուտը։ Ձևավորել է նրա համար, որովհետև ցանկացած պետության համար, կներեք, ցանկացած պետության տեսանկյունից ամենահեշտն է կամ մեծ դերակատարների տեսանկյունից շատ հեշտ է միջամտել այդ իրավունքներին, եթե չկան իրավական երաշխիքներ։ Հիմա կոնկրետ դեպքի հետ կապված ես իհարկե գրեթե բոլոր դեպքերով նաև հրապարակային հայտարարություններ եմ տարածել, այդ թվում այս դեպքի հետ կապված, եւ ես խիստ դատապարտելի եմ համարել այս երևույթը, որովհետև այո, մի բան է, որ միանշանակ ժողովրդավարական քննարկման առարկա կարող է լինել այդ թվում կրոնական կազմակերպությունում գործող կանոնների պահպանումը, բայց սա մի հարց է, բայց երկրորդ հարցն այն է, որ մարդկանց անձնական տվյալները եւ նաեւ մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը պետք է երաշխավորված լինի։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ մեր պետությունում սա ընդհանրապես պաշտպանված իրավունքներից չէ, ի նկատի ունեմ թղթի վրա գրվելու տեսանկյունից, ի նկատի ունեմ փաստացի կյանքում